Ողջույն ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։ Օրերս անդրադարձ կատարեցի մի երևույթին, որը բոլորիս հայտնի է Արման Ուրացող անունով, երբեմնի Մասյացոտնի թեմի առաջնորդը, որը կարգելուց հռչակվեց իր հակականոնական ընթացքի պատճառով, դարձել է իշխանամերձ լրատվականների, այսպես ասեմ, կեղծիքն ու սուտը տարածող խոսափողը։ Օրվա իշխանությունները, ովքեր որ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ առասարակ հայի եւ հայեցիության հետ առնչվող ամեն ինչի հետ, հենց սպառում են իրենց ասելիքը, հենց սպառում են սուտն ու կեղծիքի իրենց բոլոր հնարավոր մեթոդներով տարածելու գործիքակազմերը, կանչում են այս երևույթին, եթեր են տրամադրում եւ սա էլ սենց լուրջ դեմք ընդունած նստում է աչքերը կլորացրած, այսպես երբեմն նաեւ հիստերիկ պոռթկումներով, այդ չես հասկանում, այս մարդը ինչ գործ ունի առասարակ դրսում մարդկանց մեջ, որ մնաց դրան եթեր տրամադրեն եւ խոսքը լսեն։ Գնացել էր Սիվիկ, այնտեղ խոսում էր եկեղեցում տիրող մթնոլորտից, կլանային, չգիտեմ ինչ, ամենայն հայոց հայրապետից էր խոսում, ինչ-որ մեղադրանքներ, հերրանքներ, խոսում էր սիրուց, բռնությունից, թեբրև սերը պակասում է, բռնությունը շատ է եկեղեցում։ Բռնության մասին խոսելուց հիշիր ով ես դու։ Շատ բան չեմ ասում, եկեք շրջենք Մասյացոտնի թեմի տարածքով համայնքներում հարցախույզ անցկացնենք, թե նախկին Գևորգ եպիսկոպոսը ինչ բնութագրություն կամ ինչ, այսպես ասեմ, նկարագիր է թողել, տպավորություն թողել հավատացյալների վրա։ Չեմ խոսում էլ հոգևորականների մասին, ովքեր այսօր ինչ-ինչ պատճառներով լռում են, որովհետև ամեն օր կարելի ասել ծանոթագրեր են ուղարկվում քննչական, չգիտեմ այնտեղ ոստիկանություն եւ այլ հրավիրում, այսինքն ամեն գնով փորձում է սա հոգևոր ծառայողների, մեր քահանա-հայրերի կյանքը դժվարացնի եւ իր ներսի կուտակված չարությունը, այսպես ուզում է այդ ճանապարհով սպառի, ռեալիզացնի։ Ուրեմն այս երևույթը, այս գոյանքը, որը որ իրեն դեռ եպիսկոպոս է համարում, կապա է հագնում, եպիսկոպոսի մատանի կրում, այնտեղ չգիտեմ ինչեր անում։ Գնացել է Սիվիկ ու խոսում է սիրուց։ Դու սիրելու մասին ինչ գիտես, տղա ջան։ Անգամ այդ բառն ասելուց դեմքդ այլայլվում է։ Դու սիրելուց այնքան հեռու ես, ինչքան ասել եմ դրա մասին Նիկոլ Փաշինյանը հայրենասիրությունից եւ Արարատ լեռից է հեռու։ Այդքան հեռու ես դու սիրելուց։ Դու ո՞նց կարաս մարդատյաց սիրես ինչ-որ մեկին քեզանից բացի։ Երբ որ մարդիկ գալիս են օրհնություն ստանալու, եթե ձեռքդ մեկի գլխին դնում էր, հետո ալկոգելով ախտահանում էիր։ Անգամ զզվում էր մարդկանց կպնելուց։ Դու ես խոսում սիրելու մասին։ Երբ որ մեկը քո աչքը համբուրում էր, հետո գնում էր լվացվում էիր։ Դու սիրելու մասին ընդհանրապես ինչ գիտես։ Դու անգամ քո սեփական մորը չես սիրում։ Գյուղացիներն ասում են, որ ժամանակին շատ վատ ես վերաբերվել քո ծնողներին։ Ես հակված եմ հավատալու, որովհետև
տեսել եմ, թե ինչպես ես մայրիկիդ վրա բղավում, խոսելիս հեռախոսով, շատ անգամներ մի անգամ չէ, կանիկ եւ այլն այդ տեսակները ոցնդ խնդրում, դու մի մարդու չես սիրում, ումից ծնվել ես, դու ոնց կարաս որ իցե մեկին սիրես, դու ուրացող ես, որովհետեւ դու ուրացել ես այն բոլոր բարությունները, որ քո կյանքում բերել է հայրաքելական Սուրբ եկեղեցին եւ ամենայն հայոց հայրապետը։ Մոռացել ես երևի, որ կյանքդ մազից էր կախված։ Եվ ամենայն հայոց հայրապետը ամեն ջանք դրեց, որպեսզի կյանքդ փրկվի։ Մոռացել ես, որ Ամերիկայում քեզ ուզում էին տանեին հոգեբուժարան, ոնց փախարեն տեղից։ Մոռացել ես, որ ամենայն հայոց հայրապետը քեզ ուղարկեց Անգլիա սովորելու, ոնց այնտեղ խայտարակեցիր մեզ ուրիշ ընտանիք քանդելով։ Այսօրվա քո կողքին կանգնած մարդիկ էին 2018 թվականին ասում Արման տնաքանդ։ Բացի որ Արման տնաքանդ ես, նաև Արման ուրացող ես։ Ուրեմն դու որ խոսում ես հայրենասիրությունից։ Դե բռնության մասին ավելորդ եմ համարում խոսելը, որտեվ բռնության բազմաթիվ դրսևորումներ եւ օրինակներ կա։ Շատ, որ ես ինքս իմ մաշկի վրա եմ զգացել, թե բարոյական, թե հոգեբանական, թե հոգեվոր իմաստով։ Ֆիզիկական եթե ուժդ պատերը դել կլներ։ Փառք Աստծո, որ ֆիզիկական իմաստով քո ուժը չէր պատում ոչ մեկի վրա։ Դու բռնարարքության, այսպես ասեմ, բռնության կարաս մաստեր կլասներ անցկացնես այնտեղ մոլագարների, բաների, մանյակների հետ։ Կարաս sense դասաժամեր տնես, իրենց սովորացնես, թե ոնց մարդկանց վրա բռնություն գործադրես։ Խոսում ես կարգալուց եղած 3 հոգուց տղա ջան, դու գոնե մի խոսա դրա մասին։ Առավոտը ցիրիկուն նամակներ էր գրում սրա նրան կարգալուց անելու համար։ Դու դրանից մի խոսի ընդհանրապես։ Բա որ հայրենասիրությունից ես խոսում ես ինչքան եմ ջղայնանում։ Շատ եմ ջղայնանում, երբ որ դու սկսում ես հայրենասիրությունից խոսել, այտենց լուրջ դեմքով էլի իբր դու հայրենասեր տղա ես էլի, այտենց քո հայրենասիրության դոզան այնքան շատ է, որ այսպես ասել, գերդոզավորում է մոտդ հայրենասիրության առաջացրել։ Մի օրվա մեջ հասկացել ես, որ դու հայրենասեր տղա ես։ Բա որ այդքան հայրենասեր տղա էր, ինչի աղբորդ տղում Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Մեքսիկա, Մեքսիկայից էլ Ամերիկա փախցրիկ, որ բանակ չծառայի։ Ինչի համար։ Դու գնար ծառայր էլ իր հայրենիքի համար։ Գիտենք Մեքսիկայում ոնց են մարդիկ անցնում սահմանը։ Գիտենք, լսել ենք։ Գիտենք ոչ թե իմաստով որ մենք էլ ենք անցել, լսել ենք։ Մարդիկ բավական մեծ գումարներ են տալիս այդ սահմանահատների հետ միասին, սահմանախախտների հետ միասին, իրենք էլ որպեսզի անցնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանձնվում են այնտեղ ինչ որ ճամբարներում մնում որոշակի ժամանակ, հետո փաստաբաններ վարձում, իրանց փախստականի կարգավիճակ տալիս եւ այլն։ Բա հայրենասեր տղա ես, խի աղբորդ տղային փախցրեցիք, թող մնար ծառայր էլի։ Եթե կծառայր էլի հայրենիքի մի օգուտ կտար։ Այն կողիդ մարդը, որ ամեն օր քեզ տանում բերում աստեղ այնտեղ։ Բարեկամդ, անունը չեմ տալի, որտեղ խնդրել ասել է, որ անուն չտամ։ Բայց դե խնդիր չկա, բոլորն էլ գիտեն ում մասնախոսք, ինքն էլ գիտի։ Չես ասում Արմանին, չես ամաչում արա։ Այն ձեռը, որից դու կերակրվել ես, դու ոնց ես հիմա կացում, քո ոճի համաձայն, էլի, մա ցենց հանդիման, էլի։ Սիրում էր, չէ՞ սաղին քննադատել, սաղին բանանել խոսքի, ուրացող են, են, անշնորհակալ են, սենց են։ Բա այդ կողիդ նստած որ ման ես տալիս ոստիկանների ուղեկցությամբ։ Բա այդ մարդուն Արման ուրացողին մի հատ հլը։ Հարցրա ասա, չես ամաչում։ Այդ հարցը տուր։ Հələ հարցը ասա կարող է պատահի այն քրեական գործերը, որ ես անցնում եմ, հա? Վիզաների, այսպես ապօրինի
գործով կազմակերպելու։ Դրանից կարող է դու ես փայ ստացի Արման։ Հնարավոր է մարդը փայ ստացած լինի, ես բան չունեմ ասելու, փող այդպիսի բան է, թուլակամ մարդկանց համար կայթակություն է։ Ասում են մի հոգի կար, որի բողոքի հիմքով էր, որ այդ գործը բացվել էր իր վրա, այդ մարդը անհետացել է։ Չգիտես ուրա գնաց է ինչ արել։ Ոնց անհետաց այդ մարդը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Արման, հələ փորձի այդ կողիդ հետ նստած տղայի հետ մի հատ խորհրդակցեք։ Արժե խոսալ, թե չարժե։ Հələ մի հատ իրար հետ քննարկեք, էլի սենց։ Բերանդ որ բացում ես ու վայրահաչում ես Հայոց Հայրապետի հասցենում էր եկեղեցու հասցեին։ Այ գոյանք։ Հələ մի հատ իրար հետ քննարկեք, արժե դրա մասին խոսել, թե չարժե։ Ես օրինակ պետք չեմ համարում խոսեմ դրա մասին, որովհետև չեմ ուզում ինձանից լինի, բայց հələ մի հատ լավ մտածեք։ Լավ մտածեք, դրա մասին կարելի է խոսել։ Հայրենասեր տղաներ։ Հələ խոսեք, տեսնեմ։ Քեզ ասել է, չէ՞ ձենդ կդրի ու նստի տեղդ։ Մի թույլ տուր, որ քեզ օգտագործեն։ Ում որ օգտագործում են, վերջում շպրտում են։ Գիտեմ խոնավ տեղեր սիրում ես, անձրևավորթի պես։ Գոյությունդ քաշ տալով ես ապրում, վախեցած, ոստիկանների մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ։ Դատարան անգամ սովորական մուտքով չգնացիր, դատավորի համար նախատեսված մուտքով էր։ Չկարողացար անգամ նայես քո եղբայրներից մեկի աչքերի մեջ։ Դու, չգիտեմ, գնում ես այնտեղ խոսում ես ինձ, սպառնում են ինձ ես։ Բա քեզ սիրում էին, բա դու լավ առաջնորդ ես, բա հələ առանց թիկնազորի մի հատ պտտվի հələ, քո այսպես չակերտել հովության տարածքներում։ Լավ, պատկերացնենք խոսքի օրինակ, սենց իրավիճակ։ Դատարանը վերականգնում է քեզ որպես մասյացոտնի թեմի առաջնորդ, տալիս է նաև արքության կոչում, ասում է այլևս դու եպիսկոպոս չես, ճիշտ է Գարեգին II Ամենայն Հայոց կաթողիկոսը, որ քեզ եպիսկոպոսությունից զրկել է, դու այլևս արքեպիսկոպոս ես։ Մի ամիս հետո տալիս է պատրիարք, հետո տալիս է տեզերական, չգիտեմ էլի, այտենց ինչ-որ տիտղոս քեզ, ու դու ինչ պիտի անես այդ տիտղոսներով հետ։ Կարանալու ես ելնես դուրս այդ շենքից, որտեղ դու հիմա ասես ծավալել ես անձրևավորթի պես, որ ամեն անկյունում քաղաքացիական հանդերձանքով ոստիկաններ են։ Փառք Աստծո, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենաթիրախավորված մարդն է, ամենաշատ ատելությունը գեներացված է իր ուղությամբ, ու դա արվում է իշխանական ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով, սկսած վարչապետից, որը զավթել է հայոց վարչապետի աթոռը, կառավարության անդամներից եւ քպեական բոլոր այդ երևույթներից։ Չի վախենում, չունի ոչ մի ոստիկանական ուղեկցություն, չունի եւ այլ ոչ մի բան, ինքը իր ժողովրդի սերն ու հարգանքն է վայելում։ Որքան դուք հալածում եք, այնքան սերը հայոց հայրապետի հանդեպ մեծանում է ժողովրդի մեջ։ Հասկանում եք։ Իսկ դու պատկերացնենք դու այսօր տվել են քեզ արքություն, չգիտեմ, պատրիարքություն ես հաստատել, Մասյացոտնի պատրիարքն ես դարձել, ասենց ասեմ, կամ տեզերական ինչ-որ ասես, բայց տիտղոս են տվել քեզ, ինչ պետք է անես։ Դու վախկոտ, դու ուր հովիվն ուր։ Հովիվ պետք է քաջ լինի, չէ՞։ Քաջ հովիվ պետք է լինի։ Դու վախկոտ ես, դու ինչ հովիվ ես։ Դու ուր հովիվ լինելն ուր։ Դու գայլ ես, որ գիշերով ես դուրս գալիս որսի։ Մութ տեղերով, որ քո գործերը չերևա։ Դու դա ես։ Չխոսես էլ հայրենասիրությունից ու նման բաներից, տղա ջան, դու առասարակ աշխատի, գնաս ապաշխարես, մի տեղ սենց առանձնանաս քո համար, ապաշխարես, գուցե Աստված քեզ ների,
քո կատարած բոլոր մեղքերի ու հանցանքների համար։ Այսքանը ուղղակի խորհուրդս հորդորս քեզ, այլևս մի թույլ տուր, որ քեզ օգտագործեն։ Մի թույլ տուր։ Անձրևավորթի պես հենց նպաստավոր պայմանա լինում, հայտնվում ես, հենց արևը դուրս է գալի, թաքնվում ես, որովհետև վախենում ես, որ արևի ճառագայթների տակ կչորանաս, քո լպրծուն բնությունը, քո յանքդ արևի ճառագայթներին չի դիմանում։ Խոնավ տեղեր են սիրում անձրևավորթերը։ Դու էլ մի հատ խոնավ տեղ ճարի, ասես ծվարի, գործ չունես։ Այսքանը։ Ինձ կներեք, սիրելի հավատացյալներ, ինձ ունկնդիր, որովհետև չխոսել կնշանակի շատ դեպքերում համաձայնել։ Բնականաբար արհամարել կարող է նշանակել դա, բայց քանի որ մոլորեսնողները շատ են այսօր, ես չեմ կարող ասես ձեռնպահ կրավորական դիրքից հետևել այդ մարդը ոնց է խոսում բռնությունից, որի զոհերը բոլոր հոգևորականներն են թեմի տարածքում ծառայել, չհաշված հավատացյալները։ Ոնց է խոսում սիրուց, երբ որ ծաղրում էր հաշմանդամություն մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց մասիսում, եկեղեցի, ովքեր որ գալիս են, մենք ենք ականատեսներ այդ ամեն ինչի։ Եվ շատ օրինակներ կարող ենք, այսքանը։ Աստված օրհնի բոլորիդ, շնորհավոր Էջմիածնի տոնը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով հաստատվեց այս տոնը, հաստատվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Էջմիածնի մայր տաճարը, եւ մինչեւ այսօր այդ տեսիլքով մենք ապրում ենք եւ այդ տեսիլքով էլ պիտի շարունակենք։ Աստծո որդին պետք է իջնի, մուրճով հարվածի հեթանոսական պիղծ տաճարը կործանի եւ դրա վրա քրիստոնեական Սուրբ եկեղեցին կառուցի։ Ձեր ժամանակն էլ կգա։ Այդ որ հեթանոսների պես փողի գերի եք դարձել եւ ամեն ինչ պատրաստ եք անում փողի կամ ձեր վախերի պատճառով ամեն ինչ պատրաստ եք, դրա ժամանակն էլ կգա։ Դրա վերջն էլ կգա։ Օրհնում եմ բոլորիդ, շնորհավորում եմ սիրելի հավատացյալներ, չեմ օրհնում Արմանին եւ Արմանանման երևույթներին։